Մութ ուժերը որոշել են, որ ձեզ ՀԱՕԿ-ի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնից ձեզ անեն։ Այո։ Ես ուզում եմ, Այո։ որ ոնց որ մենք մեկ մարդի նման ձեր կողքին կանգնած ենք, այդ հարցում են բոլորը պետք է կանգնեն ձեր կողքին։ Ես օլիմպիական կոմիտեն վերցել եմ 8 տարի ոչ մի մեդալ չի եղել։ Այդ հիմնական չեմպիոններն են երկրից թողե գնացել։ 4 տարվա ընթացքում կազմակերպել եմ թոշակներ եմ նշանակել, սկսած 50,000 դրամից մինչև 1,5 միլիոն։ Դրսից մարզիչներ են բերել, որոնք գնացել էինք եւ 4 տարի հետո ունեցել ենք 6 մեդալ։ Դպրոցներ եմ կառուցել, թոշակներ եմ նշանակել, կազմակերպել եմ տարեկան 200 մեքենա եմ նվեր տվել։ Օլիմպիական կոմիտեն չի ֆինանսավորում։ Դա բոլոր իմ անձնական գումարներն ա եղել։ Ինձ 20 օր առաջ ընտրել են Եվրասիայի ասոցիացիայի նախագահ։ Ես ասեմ այո, համաձայն եմ եւ ամեն ինչ կանեմ, որ այդ նպատակը իրականացնեմ։ Ու ասել են, որ սպորտը դա քաղաքականություն չի։ Սպորտը պետք է քաղաքականության հետ կապ չունենա, այլ կարողանանք մեր մարզիկներին հնարավորություն տանք աշխարհում եք գնալու, մարզվելու, իրենց ուժերը փորձելու, պատերազմ ա եղել, բայց օլիմպիական խաղերը սկսելա, պատերազմը կանգնել է։ Գնացել են, մրցել են, հետ են եկել որ ու ես նույն բանը, երբ որ աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահ Բախը եւ Եվրոպայի օլիմպիական կոմիտեն Պատրիկ Հիկեն ինձ մոտ եկան, որպես ես օլիմպիական ընտանիքի անդամ, խնդրեցին, որ մենք ուզում ենք Ադրբեջանում կազմակերպենք Եվրոպայի օլիմպիական խաղեր, առաջին խաղերն էր։ Ասել, եթե դու խոսք ես տալի, որոնց որից մեկի մարզը չի ծրվի, իմ երեխեքն են, իմ տղերքն են, ես ի վիճակի եմ կազմակերպելու, ասելու եւ ինձ հարգելով կգնան։ Ու ես ասի, որ իմ տղուն էլ եմ ուղարկելու։ Ու Բախը ինձ խոսք տվեց, ասես քեզ տղամարդու խոսք եմ տալի, ու ես կազմակերպեցի 50 հոգի ուղարկել եմ Բաքու, հրաչին էլ ասել է մի հատ ուժեղ տղա գտի, որ ասես մի ձեռով դրոշը կբարձրացնի եւ Բաքվեց ստադիոնում ման կգա։ Ասես Սարուկյան ջան, կլի ես բեմ, ասի քո ցավը տանեմ, գնա։ Դրոշը ինքը ստադիոնում, ոնց որ այսպես բռնած գնացել է, մինչև վերջ առանց 2-0 բռնելու գնացել։ Վերջում ասում որ դրոշը դրեցի, այդ իր հուզումից, այդ ձեռս չէր բացվում։ Վերեց սրսկել են, որ թեպը նոր այդ մկանը թուլենը։ Ու իրան ոնց է բայ, ասա մի հատ ճաշ դզացել բարձր մակարդակով։ Դրա համար ասում եմ կարևորը կապն է։ Ասում են Ծառուկյան, դուք ոնց կնայեք, որ Թուրքիայի ճանապարհը բացեն։ Ասում թող բացեն, մենք ուզում ենք որ բացեն, բայց հիմնական մենք պետք է պատրաստ լինենք բացմանը։ Եթե բացեցինք, նրանք մտան իրաց արտադրանքով բոլորը կգրավեն, մերով կանգործ կնստեն տեղերում, պետք է մենք պատրաստ լինենք, որ մրցակցության ժամանակ մենք էլ որոշ չափով կարողանանք այդ շուկաները գրավենք, որ մեր ժողովուրդը, թե գյուղատնտեսությունը, թե արտադրությունը, թե փոքր միջին բիզնեսը պատրաստ լինի մրցակցության։ Չեն հասկանում, ստից խոսում են, ասես չբացենք, ասես թե չթողենք։ Բացեք, բայց մի տարի ժամանակ ապեք։ Մի հատ քննարկեք, այս ապրանքը գազտեղ ինչքան է նստելու։ Մեր մոտ ինչքան է նստելու։ Ուրեմն պետք է պետությունը արտոնություն տա, հնարավորություն տա, հարկերը պակասացնի, որ մարդը կարողանա հավասարի հետ գոնե մրցի, որ մենք կարողանանք մնանք դաշտում։ Ես ունեմ առաջարկ թոշակառուներից, որպեսզի բոլորս միասին կարողանանք կազմակերպել եւ բարձրանանք հատիս։ Ձունը նորահալ է, խոսք եմ տվել առաջին ասորիների, երկրորդ, Տեղյակ եմ։ երրորդ, չորրորդը դուք եք։ Բոլորը կան կբարձրանան իրոք տեսնելով, համ ձեր տրամադրությունը կփոխվի։ Ներողություն եմ խնդրում։ Թոշակառուներն որ կարող եմ մենք չհասցնենք տեսնել։ Ասա մայիսի մինչև 9-ը, ես քեզ խոսք եմ տալիս։ Հավաստագիրել կստանաք, որ մասնակցել եք, մի քարեք դրեք, մինչև չբարձրանաք վերև, չտեսնեք են, հերոսացուցի տեսածը բան չի։ Արդեն կզգաք հզորությունն էլ, ամենիշն էլ։ Դա թող լինի մեր ազգային վերածննդի, ներքին հաշտության, համերաշխության խորհրդանիշ։ Այն ով իրար հետ չի խոսում, բարի շեք, ինչ եղել է անցյալ լինի, ամեն ինչ լավ կլինի։ Աստված ձեզ երկար կյանք տա, միշտ առողջ Զգացված եմ, բոլոր հայազգի գլխին լինեք։ Զգացված եմ եւ պարտավորված, շնորհակալություն։ Շատ գոհ ենք պարոն Ծառուկյանից, շատ սիրում ենք բոլորս պարոն Ծառուկյանին։ Ինքը կյանքում չի պայքարել աթոռի համար, ինքը ընդամենը ուզում է որ հայ ազգը լավ ապրի։
իր հայ համար ինչ անում է, այսօր անում է հայ ազգի համար։ Մարդը, որը կանգնած է հայ ազգի կողքին, ով որ գիտի ազգի արժեքը, ով որ գիտի ընտանիքի արժեքը, մարդ, որ կարող է իր հետևից տանել ազգ։ Մի մարդ, երբ որ Աստվածաբախ է, երբ որ ինքը Հիսուսի արցանը բարձրացրեց, ինքը բարձրացնում մեր հայ ազգը։ Մենակ իրեն կարող ենք մենք վստահել, որտեղ ինքը կարող է մենակ այս վիճակից հանել Հայաստանը։ Ես ասենք ընդհանրապես ուրիշը պետք չի։ Իրան ճանաչելով, ես ազնվությամբ ասում եմ միայն մարդը թող հասկանա, որ այս երկրին իսկական վարչապետ կամ նախագահ պետք է աստվածահավատ մարդ, որը որ ինքն է։ Իր ուժը, իր համարձակությունն ով ունի։ Ասենք ով ունի։ Ոչ մեկ էլ չունի։ Որ իր արած մենակ Տեր Հիսուսի արցանը կանգնացնել արդեն ամեն ինչ նշանակում է։ Եկեք չմոռանանք ուղիղ 35-40 տարի ես գիտեմ որ բոլոր եկեղեցիները ինքն է սարքելու վերանորոգել։ Ինչ կա այսօր ով ինչ անում է իրանից հասով։ Երկար ապրած տարիների ընթացքում ես չեմ տեսել մի ուսակցական գործիք, որ այդքան նվիրված լինի հայ ազգին, Հայաստանի պետությանը եւ հայ աշխարհին։ Եվ դրա համար ես այսօր մեծ նպատակ ունեմ, մեծ հեռանկարի եմ սպասում, որտեղ ինքը արդեն ինքը սիրում է իր ազգին։ Ինքը ոչ մի անգամ չի բացակայ Հայաստան։ Ինքը սիրում է իր ազգին, ինքը սիրում է։ Ինքը ժողովրդի արժանավոր զավակն է։ Եթե մարդը հոգով բարի է, բամեցող է, Աստծուն հավատացող է, Աստվածասեր է, ուրեմն կյանքում իր մոտ ամեն ինչ կհաջողվի։ Հայանպաստ, ազգանպաստ գործունեություն է ծավալում։